Այո, տեղադրեք հայտարարությունը։ Տարածքը 160 քառակուսի է, ներկայումս ռեստորան է, բայց այս 2 օրը կազատվի։ Ուղղակի ներկայիս վարձակալները շատ անբարեխիղճ են, վարձը չեն վճարում։ Եղավ։ Դուք տեղադրեք հայտարարությունը, որ հաճախորդներ լինեն կզանգեք։ Ահա։ Վերջ ջանիկս, բոլոր բրոկերները տեղյակ են, որ տարածքը շուտով ազատվելու է։ Մնում է դու Իվանենց ասես, որ ազատեն տարածքը։ Մի մտածի կյանքս, ասոր վերջնական դրանց հարցերը գլուծեմ, բայց մինչև ուզեմ լուծեմ է սուշի հարցերը վերջնակ։ Բարոն, մի քիչ ավելի էլեգանտ փորձի։ Կյանքս եղան հայտարամարտ է։ Ուտելիքը նվաճել է ուտում, ոչ թե էլեգանտ։ Ինձ ավելի լավ ասա, Իվանենց հետ ինչ ես անելու։ Այսօր վարձերն է։ Հրեն հետ խոսացել եմ, ասում է ձեռն է փող չկա, ես ամիս գործ չեն արա։ Իսկ դա իսկական առիթ է, տունը խլենք ձեռներից, դարձի անենք գցենք դուրս։ Իդեպ ես արդեն որոշել եմ, թե ոնց եմ կահավորելու Իվանենց բնակարանը, դե բնականաբար ողջ տեխնիկան Վեստայից ենք գնելու։ Արի ցույց տամ։ Դու ամնիշտան լավ ես պլանավորում կյանքս, բաց ուտելիք պատվիրելուց։ Մատուկին մի ժամանակ ախպերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես։ Մեծը համով օդով ճաշացան գայքում, մյուսը մեծ աղբոր լարվածներ վերնաուտում, սա ճակատագիր աղբորի չես բաղջի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սյուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք, սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան։ Ժիրո, Իվանին ինչ ա եղել։ Ասա, որ ոնց որ լղկացխին կալի լինի։ Երիք չհալվարդը կորելա չկա, այսօր էլ վարձը տալու օրն է։ Եսա բարոնը գալու է փողերը ուզի։ Հիմա Իվանը մտածում է, ինչ պատճառ պիտի հորինի, որ բարոնը Իվանի ոտերը չփոքի։ Այ պապա ջան, դու ինչի ժամանակին սրա փոխարեն $1 բիտքոին չարար գցեինք գարաժ մնացած զիբիլների հետ ու հանգիստ ապրեինք։ Ժիրո, բայց Իվանը մեղք է։ Իվան ջան, չմտածես աղբերս։ Միշտ մի բան մտածել եմ, այսօր էլ կմտածեմ։ Ախր դու եւ մտածել բառերը մի նախադասության մեջ չեք համատեղվում, է։ Չի ես տենց ասում։ Քիչ եմ ես լավ ակցիաներ առաջարկել։ Օրինակ այսօր կարող ենք քաղաքի բոլոր քնաթաթախ մարդկանց զեղչով կապուչինո վաճառել։ Էդ ինչքան կապուչինո պիտի վաճառես, որ այդքան փող աշխատես։ Լիքը։ Մի րոպե։ Ժիրո, դեռ պատմության մեջ դեպք չի գրանցվել, որ կապուչինոն մարդկային կյանքեր ա փրկում։ Ես ես կօգնեմ։ Իսովա։ Սեբաստյանն ա, Ժիրո։ Այ, ինքան ես այդ պատուհանիդ մեջից խոսացել, որ չեմ ճանաչում ով ես։ Ես ինչ հումոր արի։ Ոնց պիտի մեզ օգնես, Սեբաստյան։ Իվան, դուք ինձ օգնեցիք ձերբազատվել ալժիրցիներից, ես էլ ձեզ կօգնեմ։ Ես գումար ունեմ բաց բանկում։ Ça suffira certainement, oui. Հաստատ կհերիքի, որ այս ամսվա վարձը տակ։ Մերսի, Սեբաստյան։ Ես խոստանում եմ այդ գումարը շուտ հետ կվերադարձնեմ։ Ապրես։ Merci. Deux fois, oui. Oh, c'est assez. Սեբաստյան, ես էլ եմ շնորհակալ։ Ես էլ եմ խոստանում, որ Իվանը այդ գումարը հետ կվերադարձնի։ Չվերադարձնի տունը ձեռից կխլենք։ Merci.
Բարոն նայի, ռեստորանում ինչ-որ մեկը հաշիվը չի կարողացել փակել, գիֆտ քարտով է վճարել։ Շատ լավ է կյանքս։ Կգնաս քեզ նոր հեռախոս կվերցնես։ Բայց որ ինձ լսես, ռեստորանում գումարները մենակ կանխիկ ստանաս։ Լավ էլի ջանիկ, ինչ կանխիկ։ Այսօր բոլորն արդեն անհպում են վճարում։ Չհասկացա։ Բոլը մեկը փորձը քեզ հպումով վճարի։ Գլուխը կջարդեմ։ Ամեն փողը սիմով ձեռս ձրտես։ Եթե գործային հանդիպումը, չամադանից չամադան։ Կներեք, կարելի է։ Արի Էլեն ջան, լավ լուր ես բերել։ Ճիշտն ասած, այդքան էլ չէ։ Իվանն ու Ժիրոն գումար են գտել։ Սեբաստյանը փող ունի բանկում հավաքած, որոշել է իրանց տա։ Вот это поворот. Этот поворот իրանք չեն մտի տորմոզն չի պայել։ Շուլ են գալու ձորը։ Լավ Էլեն ջան, ապրես։ Դու գնաս ես կգամ կլուծեմ այդ հարցը։ Et voilà. Նստեց։ Շնորհակալ եմ, Սեբաստյան։ De rien, pas de problème. Non. Մամր ասում էի մի բան կմտածեմ։ Բայց ինչ կապ ունես։ Սեբաստյանի փողն է։ Բայց ես մտածեցի, չէ՞ որ Սեբաստյանին կարելի է գործի ընդունել։ Tu as raison. Merci. Էլենը սուր է իր։ Անտուն շունիկներին էի գերակրում։ Հա։ Տենց ես արել էլի, որ ինչքան անտեր շուն կա մեր ռեստորանից տեղ չի գնում։ Միրոն առաքումներ արեց վերջացրեց։ Ոնց վերջացրեց։ Օրը նորա բացում, Միրո։ Այդ ոնց հասցրիր։ Ուղղակի երեկվա բոլոր առաքումները Միրոն գցել էր այսօրվա վրա։ Ապրես, շատ լավ աշխատող ես։ Ես քեզ պարգևա վճար։ Շնորհակալություն։ Օ! Ես ում եմ տեսնում։ Համեցեք։ Ծաղ պահեք։ Այսօր։ Իվան այսօր վարձյուրն։ Գիտեմ, բարոն ջան։ Փողը հաշվից վրա է։ Քարտիդ համարն ասա փոխանցեմ քարտիդ։ Ես չեմ վստահում քարտերը։ Փողը պետք է ձեռս ձեռ փոխանցել։ Կամ ոնց ասում են գողությունը տրանսպորտում, գերբանից գերբան։ Ուրեմն սպասի գնամ կանխիկացնեմ գամ, հա։ Ժիրո, ավելի լավ է դու գնա կանխիկացրու։ Իվանը հիմա շատ վատ հոգեվիճակում է, կարող է գումարը կորցնի։ Ճիշտ ես։ Այդ ճիշտ են էլի ասում։ Ուժեղ տղամարդու մեջքին կանգնած է ուժեղ բնապահպան։ Իվան, արհեստը։ Քարտը տուր։ Ես ու Միրոն կգնանք, կկանխիկացնենք, կբերենք։ Ժիրո, իսկ կլինի դու չխառնվես։ Իվան ջան, դու հիմա մտքերով Ալվարդի հետ ես։ Կարող է ճանապարհից շեղվես, գնաս տուն, նստես, սկսես Ալվարդի մասին մտածել։ Համել մոռացել ես, որ Միրոն առաքիչ է։ Տես բաներ եք տարեբեր է։ Հոն ինչա չբերենք։ Շատ պետք է լսեմ ձեր ռազմորգեքը։ Ժիրո, զգուշ կլինես։ Քարտիս պին կոդը։ 861 3։ Որտեղ ես գիտես։ Միրոնը ասել։ Ով։ Ժիրո։ Էլե։ Ժիրո։ Էլե։ Ժիրո։ Էլեն։ Ես քեզ բան ունեմ ասելու։ Միրո, ինքը ինձ բան ունի ասել։ Ժիրո։ Դու գախնիկ պահել գիտես։ Բարոն, բա որ Ժիրոն ու Միրոն այդ փողը բերեն, պետքա մենք մի ամիս էլ աշխատենք, որ իրանք չաշխատեն։ Մեն աղվի կյանքս։ Ժիրոն ու Միրոն այդ փողը չեն կարա բերեն։ Այդ ոնց իմացար, Ալվարդից գուշակություն անել ես սովորել։ Ինչ գուշակություն։ Եվ որ քո ճակատագիրը դու ես գծում, գուշակի կարիք չի լինում։ Կանչել ես բարոն ջան։ Կանչել եմ աղբերներ ջան։ Վարգո ջան, ծանոթացի։ Нострадамусна. Ինքներդ տեղակալնա։ Вот такие ребята, медвежатники, вообще бомба, супер.
Արդեն հասկացա։ Բրաջան, ասա քեզ երկու նավոդկա գտամ։ Պետք է բանկամատից փող վեկալեն։ Նացը սանում այդ փողը գորումա գալիս ամուտս։ No problem։ Դե всё, անցը գործի։ Չաս քսախեք լրվա։ Հենց այդ մարոշը մոմենտ, հա։ Ձեր բոցերը չեք թարգմի, ոնց որ երեխալ։ Հենց այդ նկարները գուարգանից։ Ջիրոք, ես 100%-ից ինֆորմացիա եմ ասում։ Բանկոմատի մոտ ժամանակ ավելի դանդաղ են գնում։ Ո՞վ է քեզ տենց բան ասել։ Բայց չես տեսել, որ բանկոմատի մոտ մարդիկ ավելի դանդաղ են թվերը հավաքում։ Լավա չասեցիր, երկրագունդն էլ տափակ է։ Չէ, այդ մի բանը չեմ հավատում։ Երկրագունդը տափակ չի։ Մի հատ մեծ կրեի վրա է։ Բարև ձեզ, շնորհավորում եմ։ Դուք մասնակցում եք մրցույթի։ Եթե 10 րոպե անշարժ կանգնեք, կհաղթեք։ Ջան, միրով մրցույթեր սիրում է։ Մի րոպե։ 10 րոպե պետք է անշարժ կանգնեք։ Այո։ Էդ ի՞նչ է իմ համար։ Ես մի անգամ այնքան եմ անշարժ կանգնել, որ ծտերը գլխիս բույն են դրել։ Միրոն մի օր այնքան անշարժ էր կանգնել, որ սիրազույգերը շփոթել են արձանի հետ։ Եկե տակը համբուրվում էին։ Շներն չիշիկ էին անում։ Այդ ծտից բանը։ Ես մի օր այնքան եմ անշարժ կանգնել, որ ես աջ կողմս լրիվ մամուռ էր։ Միրոն մի օր այնքան անշարժ էր կանգնել։ Հələ մի րոպե։ Մամրցանակը ի՞նչ է։ 1 միլիոն։ 1 միլիոն ինչ։ Քար, կոնֆետ, ծամոն, մոխրաման, ատամիչոպ, ինչ։ Ուզում եի ասեի դրան, բայց թող սեր սրտով լինի։ 1 միլիոն ատամիչոպ։ Ընտիր։ Կարող եք։ Դիրքապրվեք։ Իրո փողերը գողացան։ Տեսա։ Այո, շարժենք մրցույթը կկրվենք։ Իրո։ Ինձ ինչ որ բան հուշում է, որ ոչ մի մրցույթ էլ չկար ու մեզ խաբել են։ Հա։ Ուրեմն վատակու։ Այո։ Ալո, բարև ձեզ, օդանավականից, հա։ Այո։ Չեք ասի այս երկու օրը Ալվարդ անունով մարդ թռել է երկրից։ Ալվարդ անունով շատ մարդ է թռել։ Ձեզ ո՞ր Ալվարդն է հետաքրքրում։ Այն Ալվարդը, որ duty free բոլոր օծանելիքների պրոբնիկները ցանում է վրան։ Այն Ալվարդը, որ երբ ինքնաթիռ է նստում, այդ ինքնաթիռը մի կողմի վրա թեքված է թռնում։ Այն Ալվարդը, որ վայրեջքի ժամանակ կոշիկները հագնում է, ծափ է տալիս։ Ու ինքնաթիռը դեռ չկանգնած ճամփորդները վերցնում է, որ իջնի։ Ալո։ 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 Իվան ջան, ես խմի հանգստացի։ Համոզված եմ Ալվարդին շուտով կգտնեմ։ Փողը բերեցիք Շիրո։ Համարյա։ Համարյան ո՞րն է։ Ուր է փողը։ Գողացան Իվան։ Ոնց գողացան։ Սիրտս։ Իվան ջան, դու մի անհանգստացի։ Մենք արժանի պատասխան ենք տվել։ Հետևներից հայոյել ենք։ Բարոն, բա որ քո տղաները չկարողանան գողանան այդ փողը։ Ոնց կարող է չկարողանան գողանան այդ փողը կյանքս։ Տղեկը նույնիսկ ընտրության ժամանակ ձայներ են գողացել, մինչև չեն կարող գտնեն։ Ոնց ասել էր բարոն ջան։ Dobrый աղբերներ։ Դե դուք գնացեք, ես կզարանգեմ ձեզ, գրեֆը կանեմ։ Կեսար կյանքս։ Սիպոյի կես։ Ես ռեգնամ տունը վերցնում։ Իդեալական բիզնես է, համ փողերն են մեզ մնում, համ տունը։
դե դիմացի Իվան, վայ։ Մի հատ զանգի շտապօգնություն ինչ կլինի։ Ես էլ զանգեմ մեր հարազատներին ու սքո սրա։ Կարող է շտապօգնությունը չի հասցնում։ Ես ինչ արիր դու Ժիրո։ Без паники։ Իրոք գիտի ինչ պետք անի, որ Իվանը ուշքի գա։ Իրոք դե անաստաբուժա, չէ՞։ Կյանքս փչացրիր։ Կյանքս փչացրիր, երիք քեզ ապուշին էլ բերեցիր կապեցիր ջանից։ Մի նեղվի, Իվան ջան, ախպերդ մի բան կմտածի։ Չէ, մի մտածի։ Այս մտածածների տակից չենք կարում դուրս գանք։ Դու ինչքան շատ ես մտածում, այնքան սիրտս ցավում է։ Իվան փող եղավ։ Բարոն ջան, չես հավատա ինչ էր։ Ես ինչ խելացի տղա ես։ Իհարկե չեմ հավատա։ Ուր է փողը։ Փող չկա, բարոն ջան։ Կար, փողը կար, հաշվից վրա էր։ Գնացին, որ հաշվից հանեն բերեն։ Ճանապարհին արձակվում են ու խլում։ Բրավո։ Ինչ լավ կինոյի սցենար գրել են սնոր։ Ես քեզ ինչ եմ ասում, Իվանուշկա։ Եթե փողը չկա, դու նանում ես իմ անունով։ Ոնց որ պայմանավորվել էինք։ Հասկացանք։ Բարոն ջան, չէ։ Բարոն ջան, խնդրում եմ, ինձ մի օր ժամանակ դու ես այդ փողը կճարեմ կտամ։ Արդեն ուշ է։ Ես կրիչը վեգալում ես, ես խտակ ստորագրում ես, որ տուն նվիրում ես ինձ։ Դավայ, վերցրու։ Պատրաստված է լեկելա, կրիչով, բանով, հոյ։ Ստորագրին։ Լավ, ինչ ես խեղճացես սրա թեմը։ Ես քեզ ինչ եմ ասում այն մագարում։ Մի շատ չես վեգանում վրդ։ Իշքան զենչան են առավ թռար քեզ яра։ Պայմանը մնում է պայման։ Փող չկա դունը մնում է ինձ։ Հələ մի րոպե։ Իսկ ով ասեց որ փողը չկա։ Կասեք, որքան գումար կա իմ բանկային հաշվին հիմա։ $270,000։ Շատ լավ, շնորհակալություն։ Շուտով կլինի $275,000։ Նորից եմ ասում, փողը կա։ Ինչ ես խոսում այ ֆրայեր։ Հեսա քո փողը, բարոն։ Չհասկացա, Ժիրո։ Դու Միրոյից առանձին գնաց դրանց բռնել ես, ծեծել ես, փողը վերցրել ես ու գաղտնի բերել գցել ես Միրոյի պայուսակի մեջ։ Հա, բանկոմատի մոտ ես դրել։ Միրոն հասկացավ։ Ինձ այս փողը պետք չի։ Լավ, լսեք ինչ եմ ասում։ Արագի մեջ ստորագրես թուղթը։ Ես 3 ամիսան ներվերը սկերակ։ Այսքան երկարստե ոչ մեջի ձգեն։ Սաղի ձերցը տունը խլել ենք չամպեն ենք մոստակ ապրում։ Դավայ արագի մեջ ստորագրի։
Երրորդ անգամ չեմ կրկնելու Իվան։ Եթե ուզում եք Ալվարդին տենակ սավ, սորագրի արակի մեջ, դավայ! Շարժվեք բոլորը տեղերում։ Միլիոն հանձնվում է։ Տիկին մայոր, հանցագործը վնասազերծված է։ 1 վայրկյան։ Այ հիմա կարող եք տանել։ Ատենի պրոմախ ձետկը, միշոցրեցիմս։ Ես ամեն բան ձայնագրել եմ։ Այս ապացույցները թույլ չեն տա երկար տարիներ քնեք փափուկ բարձի վրա։ Մարգարիտային ձերբակալել եք։ Հենց հիմա մյուս խումբը դրանով ազբաղված։ Ջանիկս։ Որևէ մեկը կբացատրի ինչ է կատարվում ստեղ։ Միլիոին էլ էլի։ Ես կբացատրեմ։ Ապուշ հարցեր մի տվեք։ Ամեն ինչ շատ պարզ է։ Էլենաս ոստիկանը։ Ու երկար ժամանակ թաքնվել է մեր ռեստորանում որպես մատուցող, որովհետև Մարգոն ու բարոնը ստեղի վարձակալներից անշարժ գույք են շորթում։ Ու դու այս ամեն ինչը հասկացել ես ինքնուրույն։ Չէ։ Էլենա ասեց։ Այո։ Ես ձեռք բերեցի բարոնի վստահությունը ու գիտեի նրա պլանների մասին։ Խնդրեցի Ժիրոյին, որպեսզի ինձ օգնի ու թույլ տա, որ բանկոմատից հանած գումարը գողանա։ Միլիոին էլ ասեիք օգներ։ Դու սենս թողնելու էիր, որ գողաներ։ Ma chérie Hélène, c'est incroyable. Vous m'appelez bravo. Ոնց ես կարող ասել միայնակ այս ամբողջ օպերատիվ գլուխ բերելու։ Ես մենակ չեմ եղել։ Ինձ օգնել է լեյտենանտ Մարտիրոսյանը։ Լեյտենանտ Մարտիրոսյանն ով է։ Լեյտենանտ Մարտիրոսյանը ես եմ։ Միլիոն յողեղ այդքան ինֆորմացիա չի կարող ընկալի։ Ժողովուրդ, մի րոպե, Ալվարդն ուր է։ Ալվարդի հետ ամեն ինչ կարգին է, կարող եք չանհանգստանալ։ Մենք նրա տեղ արդեն գտել ենք, շուտով կազատենք։ Իսկ հիմա անցեք ներս։ Էլեն, այն օրը, որ ինձ ասեցիր, որ մենք միշտ միասին կլինենք, սուտ էիր ասում։ Սպասում ենք սիրով շիրով Իվան։ Այ Այդի համովակեր։ Ալվարդ, անհանգիստ էի քեզ համար։ Անհանգստանալու դեպքում սագի փետուրների վրա աղես անում ու տան 4 պատի տակ վառում ես։ Խոստանում եմ մյուս անգամ երբ քեզ առևանգեն, այդ ժամանակ կանեն։ Տիկին Էլեն, կարելի է ձեզ համբուրել։ Համբուրել չի կարելի։ Բայց գրկել կարելի է։ Էլի բանա։ Միրո, հիմա ինչ ես լացում։ Միրոն միշտ հուզվում է կինոյի վերջի հուզիչ տեսարանի վրա։ Մի հուզվի, Միրո, այս կինոն դեռ չի ավարտվել։ Յա, հոշ։ Մանդուկի ժամանակավ բերներով
Mecca normal mjusë pakas shariknerov Tarinere arag ansan jerazi Pes nërank voroshetsin bacel pokrit biznes Մեծը համոհոտով ճաշացան կայքում Մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում Սա ճակատագիր ախպորից չես պախչի Ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սուրպրիզ չի Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Բոլորով նստենք մի մեծ սեղան Սպասում ենք Սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Սպասում ենք Սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան